Մերձավոր Արևելքում լարվածությունն ավելի է սրվել տարածաշրջանի երկրորդ նեղուցի Բաբ էլ-Մանդեբի արգելափակմամբ։ Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման ֆոնին Կարմիր ծովում հարվածել են թագավորության 2 նավթատար լցանավի։ Էր-Ռիադը հաստատել է 1 լցանավի խոցումը։ Նավում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը շրջանցելու համար ավելի վաղ շուրջ 1 տասնյակ նավ փոխել է ուղղությունը։ Brent տեսակի նավթի գինը կրկին բարձրացել է, գերազանցելով 1 բարելի դիմաց $96։ Զուգահեռ արդեն 12 օր է շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Իրանի փոխադարձ հարվածները։ Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա հսկողության կետերը եւ հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ կենտրոնական հրամանատարության Մերձավոր Արևելքում է գտնվում ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող։ Իրանն իր հերթին հարվածել է Հորդանանում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ 3 նավթատար լցանավի թույլ չի տվել անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, եթե տարածաշրջանում Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի։ Կամ ամեն ինչ կամ ոչինչ, նշել է նա հավելելով, նեղուցում անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կբախվի վճռական պատասխանի, իսկ այն երկրները, որոնք նպաստում են նման ագրեսիային, կհամարվեն օրինական թիրախ։ Տարածաշրջանում լարվածության ֆոնին Մեծ Բրիտանիան ժամանակավորապես Իրանից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին եւ երկրի քաղաքացիներին կոչ արել խուսափել այնտեղ ուղևորություններից։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է պաշտպանական բյուջեի մասին օրինագիծ, որով 2027 ֆինանսական տարում երկրի զինված ուժերին կհատկացվի աննախադեպ $1.15 տրիլիոն։ Օրինագիծը հաստատվել է ձայների չնչին տարբերությամբ 216 կողմ 212 դեմ։ Դեմոկրատները դեմ են Պենտագոնին նման մեծ գումարի տրամադրմանը սոցիալական ծախսերի կրճատման պայմաններում։ Նրանք նաև դեմ են Իրանի դեմ պատերազմի շարունակմանը, որի համար ըստ Պենտագոնի ԱՄՆ-ն արդեն 37.5 միլիարդ $37 է ծախսել։ Հանրապետականները պնդում են, որ այս գումարն անհրաժեշտ է Իրանի դեմ պատերազմի պայմաններում զինված ուժերին աջակցելու, պաշտպանական համակարգերի զարգացման, սպառազինությունների գնման եւ զինծառայողների աշխատավարձի բարձրացման համար։ Օրինագիծը պետք է քվեարկության դրվի նաեւ Սենատում։ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նաեւ մեկ այլ օրենսդրական նախաձեռնության, որը նախատեսում է $95 միլիարդ հատկացում, 73 միլիարդն Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, 12 միլիարդ գյուղատնտեսներին աջակցության եւ 10 միլիարդը ընտրական օրենքներում փոփոխությունների համար։ Այս նախագիծը նույնպես կուղարկվի Սենատի հաստատմանը։ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Ռուսաստանի արտգործնախարարը։ Հանդիպումը տևել է 35 րոպե։ Ըստ ամերիկյան կողմի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը։ Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն Սերգեյ Լավրովը Մարկո Ռուբիոյին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը եւ անթույլատրելի է համարել Կիևին սպառազինության հետագա մատակարարումները։ Նա նաև նշել է, որ եվրոպական երկրներն ապակայունացնող քաղաքականություն են վարում եւ ձգտում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել։ Նա եւս մեկ անգամ շեշտել է Մոսկվան հանձնառու է այն առաջարկներին, որոնք ամերիկյան կողմն արել է Անկորիջում երկու նախագահների հանդիպման ժամանակ եւ որոնց Վլադիմիր Պուտինը համաձայնել է։ Լավրովը եւ Ռուբիոն քննարկել են նաև երկկողմ եւ միջազգային օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում իրավիճակը Պարսից ծոցում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Կողմերը քննարկել են դիվանագիտական գործընթացն ակտիվացնելու եւ խաղաղության հասնելու հնարավորությունները։ Զելենսկու խոսքով խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ եւ Ուկրաինան վաղուց պատրաստ է դրան։ Նա հավելել է, կողմերը կշարունակեն սերտ կապ պահպանել։ Ավելի վաղ Զելենսկին հանդիպել էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Վիթաքերի հետ։ Քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է Փեթրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության լիցենզավորումը, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Անկարայում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ, որը թույլ կտա թագավորությանը զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը։ Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության փաստաթուղթը եւ դրանից երկկողմ անվտանգության համաձայնագիրը հիմք կհանդիսանան միլիարդավոր դոլարի բազմամյա գործընկերության համար եւ ամերիկյան ընկերություններին Սաուդյան Արաբիայի միջուկային էներգիայի ծրագրում լայն հասանելիություն կապահովեն։ Ըստ ամերիկյան մամուլի համաձայնագիրը կարող է Սաուդյան Արաբիային թույլ տալ ապագայում
հարստացնել ուրան։ Փորձագետների կարծիքով դա կարող է տարածաշրջանում միջուկային զենքի տարածման վտանգ առաջացնել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։